Կա լավ եւ վատ կատեգորիաներ սոցիոլոգիայում։ Ամոթա ԿՊ-ին քվեարկել։ Ամոթա, այո, բացահայտ ասել, որ ես ԿՊ-ին աջակցում եմ, ես ԿՊ-ական եմ։ Մեր ժողովուրդ ու հասարակությունը շատ հարցեր ունեն իրանց։ Վատը արագ է փոխանցում, իսկ հակառակը չի լինում, որ օպտիմիստը դրականը բուժի։ Իրանք չեն հասկանում, որ հետևանքներ են լինելու։ Հայաստանի Հանրապետության մեծագույն խնդիրը ժողովրդագրությունն է։ Մոլորություն կա, որ երիտասարդները օրինակ հայրենասեր չեն։ Հայաստանում միջին եւ ծանր դեպքերը դեպրեսիայի կազմում են 46%։ Ամուսնու կամ կնոջը հավատարիմ լինելը 90%-ի մոտ շատ կարևոր է համարվում։ Հայրը լավն է, էլի։ Հայերը լավն են։ Բարև Սարգիս։ Պրեդ լով ջան, ոնց ես։ Լավ, մեր հերթական ոդքասթն է։ Չեն կարել ոդքասթ։ Էլ մի ասա։ Մենք այսօր շատ հետաքրքիր, հուսով եմ, շատ հետաքրքիր ոդքասթ ենք ունենալու։ Հյուրահատուկ հյուր ունենք, բայց մինչև չսկսենք, մենք միշտ ունենք ինտրո։ Այս ինտրոյում ասենց абստրակտ մի հատ հարց ունեմ քեզ։ Так։ Դու ոնց ես вообще ծնունդդ նշում։ Տարիքի հետ կապված, ինչքան մեծանում եմ, այդքան փոփոխվում է, բայց սովորաբար փորձում եմ ընկերներով, մտերիմներով ու ուրախ անցկացնել, եթե կարճ։ Նայ, մի հատ ընդհանուր ընկեր ունենք, ես ու դու, այդ абստրակտ ընկերը, ես ամենայն դեպս երբեք իրան չեմ տեսել կյանքում։ Տարոն Չախոյանը, այս վերջերս շաբաթօրը իր ծնունդն է նշել, ես չգիտեի, որ իր ծնունդն է։ Մեր պրեսան ինչպես միշտ PR-ը ուղարկում է ինձ ինչ-որ լուրեր, պոստեր եւ տեսնում եմ Տարոն Չախոյանը իրանից դուրս բանա գրել վիրավորանքներով, սենց մեր մասին, իմ մասին, աղբորս մասին, օրս մասին։ Հետո ինձ ասեցին, որ իր ծնունդն է։ Դու ես չէի կարա բաց թողեի սենց առիթ եւ շնորհավորեցի Տեսել եմ։ Տարոնին։ Ասացի Տարոն ջան, ծնունդդ շնորհավոր, կներես, չունեմ դեռ նվեր քո համար, քո նվերը լինելու է հունիսի 7-ից հետո եւ հուսով եմ, որ դու սիրում ես սահմանափակ տարածքներ։ Չգիտեմ ինք ինչ ա մտածել, բայց առանձին պոստա գրել, որտեղ իմ նկարն է, ի դեպ շատ գեղեցիկ նկար, ես sense ոնց որ հոլիվուդյան դերասան ու հրապարակում է։ Գիտես սոցիալական ցանցերով երբ որ դու ակտիվ ես, դու հասկանում ես, որ նույնիսկ մի հատ պոստը պահանջում է շատ էներգիա, շատ ժամանակ, ու ես մտածում եմ, այդ Տարոն Չախոյանը նստած է, իր ծնունդն է, աշխատանքային օր չի, շաբաթ օր է, իր ծնունդը նստած մտածում է, դե ոնց պետք է մեզ վիրավորի։ Հետո ինչ որ ստանում է մի փոքր sense իրանիչնի պատասխան դրան էլ առանձին պոստ դրամա։ Մտածում եմ, արա դու ոնց ես քո ծնունդը։ Գոնե այդ մի օրը, հաջորդ օրը պատասխաներ մի բան աներ։ Ասում եմ, իսկ ինչ մեղք ես այդ տղա։ Մեղք ես։ Բայց հետո նայում եմ ու մտածում եմ, նայ, եթե ես չիմանայի, որ այդ մարդը Սաբիրատիլնի օբրազ Տարոն Չախոյան, որ այդ մարդը ոչ պրինցիպներ ունի, ոչ մորալ ունի, ոչ արժանապատվություն ունի ու ճիշտ ասած խելքել չունի։ Եթե ես չիմանայի այս ամեն ինչը իր մասին, կմտածեի ինք մեր համար է աշխատում։ Լուրջ եմ ասում, ամեն օր այդ մարդը որպես փոքրիկ խմբակի ինչ որ մի հատ անդամ զարթնում են ու առավոտից մինչև իրիկուն գրում են ու գիտես ես ինձ անձնական ինչ որ ատելություն, ինչ որ անձի հանդեպ չունեմ։ Քանի որ ես հասկանում եմ, որ խոսքի Տարոն Չախոյանը ինչ որ դեր ունի։ Իր անունը կարող լիներ խոսքի ոչ Տարոն Չախոյանը, այ Ռուբեն Ռուբինյան։ Պրոստը Ռուբեն Ռուբինյանի դերը խոսքի Թուրքիայում ֆարֆարալն է, էլի։ Հետո կա, չգիտեմ, մի հատ Վագ Ալեքսանյան, իր դերն էլ նույնիսկ չեմ հասկանում այդ ինչ դեր է։ Բայց իրանք ֆունկցիա են։ Կարող է դիսֆունկցիա են։ Կարող է դիսֆունկցիա են։ Բայց ես մի բան չեմ հասկանում։ Ջայլ տղեկն են։ Սաղ կյանքը իրանց դեմ է։ Ես ուղղակի չեմ հասկանում։ Իրանք չեն հասկանում, որ հետևանքներ են լինելու։
որ այս ամեն ինչը ինչ որ մի օր ավարտվելու է։ Ու մեր ժողովուրդ ու հասարակությունը շատ հարցեր ունեն իրանց։ Ու ես էլ շատ հարցեր ունեմ։ Ոնց այդ ջայլ տղեկը կարան նստեն ու արտարացնեն, որ այսօր ապօրինի մեր բանտերում գտնվում են անմեղ սրբազաններ, որ գտնվում են անմեղ քաղբանտարկյալներ։ Ու մի հարց էլ ես անձնական հարց ունեմ։ Վերջ մենք պետք է հասկանանք, ինչու է Սամվել Կարապետյանը 8 ամիս գտնվել բանտում, իսկ այսօր գտնվում է տնային կալանքում։ Ու երբ որ իրանց հարցնում են, ինչու են իրան կալանավորել։ Դե իրանց անդամները ասում են, դե մի բան կա, կամ իրավապահ մարմինները գիտեն ինչ են անում, իրանց գործը գիտեն, իրանք որոշելու են, մենք անկախ դատարաններ ունենք։ Լուրջ։ Դե ես արդեն իրանց պատասխանը գիտեմ։ Դա քաղաքական պայքար է։ Լուրջ։ Քաղաքական պայքար, երբ որ մարդու մոտ, ով որ պարկած է սիստեմայի տակ, ոստիկանները մտնում են, դե վերաքնիչը արկելել է որոշումը, դատարանի որոշումը, դրա համար մարդը, ով որ կովիդով պարկած է սիստեմայի տակ, իրան տանում են բանտ։ Հետո 2 օր հետո դատարանը էլի ուղարկում է իրան տուն։ Դուք մտածում եք, որ սրա հետևանքները չեն լինի։ Ես չգիտեմ ով ինչ հարց ունի իրանց, բայց ես իմ պատասխանները ստանալու եմ։ Եվ մի բան էլ կարամ ասեմ։ Կան կարմիր գծեր, այդ սպեկուլյացիայի կարմիր գծերը, որը ուղղակի ամոթ է անցնել։ Երբ որ երեկվա ինչ որ ոչնչությունը սպեկուլյացիա անում, որ Սամվել Կարապետյանը 44 օրվա պատերազմի ժամանակ հավասարության նշան է դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Ինք չի ուզում հարցնի, թե ինչու է Սամվել Կարապետյանը Ադրբեջանում հետախուզման մեջ։ Արդյոք մի բան կա, որը իրանք չգիտեն, որը հանրությունը չգիտի։ Քանի որ կան մարդիկ, ով որ ամեն իրանց քայլը չեն հրապարակում, որը մեր պետության օգտին է։ Որ կան մարդիկ, ով որ աջակցում են ու օգնում են իրանց պետության առանց գովազդելու։ Ու ես չգիտեմ մի այլ ցուցանիշ, որը ավելի մեծ պատրիոտիզմի ցուցանիշն է։ Իսկ եթե իրանք չգիտեն, կարան իրանց վարչապետին հարցնեն, որ հաջորդ անգամ, երբ որ իր հնգերոջ Ալիևի հետ կոֆե խմելուց լինեն, հարցնեն, ինչու է Սամվել Կարապետյանը Ադրբեջանում հետախուզման մեջ։ Իդեպ, այս ամեն ինչը երբ որ ասում եմ, մենակ այս 3-ին չի վերաբերվում։ Էսի բոլորին է վերաբերվում, ով համարում է այս պայելաձևը կոռեկտ։ Այն 3 կոպեկանոց կողքից բզբզողներին էլ է վերաբերվում դա։ Իրանք գիտեն, իրանք ով են, քանի որ ոչ մի բան չկա, որին մենք ուշադրություն չենք դարձնում։ Մենք ամեն ինչ տեսնում ենք ու դրա պատասխանները մենք ստանալու ենք, մեր ժողովուրդը ստանալու է։ Ես խորհուրդ եմ տալիս։ Վերջի խորհուրդն է։ Փոխեք ձեր պայելաձևը։ Դատարեք սպեկուլյացիաները եւ մանիպուլյացիաները։ Մտեք նորմալ, adekvat քաղաքական պայքարի մեջ։ Այսօր դուք ամբիոնի վրայից մի բան խոսում եք։ Վաղը ամբիոնի տակ ֆսֆսալու եք ու ձեր ձայնը չի լինի լսելի։ Ու այս խորհուրդը ձեզ տալիս է արդեն 33 տարեկան հպարտ տղա, հպարտ իր ծնողներով, հպարտ իր երեխաներով ու հպարտ իր անցած ճանապարհով 33 տարեկան տղա։ Շատ ջղայնելով։ Բավականին, բայց ես տպավորված եմ։ Շատ լավ։ Շոկի Ո՞վ է մեջ այսօր եմ։ մեր հյուրը։ Մեր հյուրը շատ հետաքրքիր անձնավորություն է։ Մենք գիտես մեր ոդկասթները որ վարում ենք, միշտ ինչ որ քաղաքական միշտ ասենց մտնում ենք այդ թեմայից Փորձում դուրս ենք, են գալիս, այո։ Այսօր չգիտեմ ոնց կստացվի, անկեղծ, բայց փորձել ենք մի հատ ասենց ինչ որ նեյտրալ, ավելի գլոբալ հարցերից խոսանք, դրա համար հրավիրել ենք մի անձնավորության, որը որ առաջին հերթին լոռեցի է, երկրորդը վանաձորցի է եւ սոցիոլոգ է մասնագիտությամբ Արմեն Խաչիկյանն է։ Բարև ձեզ Արմեն ջան, ո՞նց եք։ Բարև ձեզ։ Լավ, ինչքանով որ հնարավոր է լինել լավ։ Ես վաղուց է ճիշտ ասած ուզում եի ձեզ հրավիրեի մեր ոդկասթին, քանի որ շատ տպավորված եմ ձեր բլոգով, ինձ թվում է դուք շատ հետաքրքիր թեզեր եք բարձրաձայնում
ձեր բլոգում ու մենք ցանկություն ունենք քննարկենք ավելի մանրամասն այն հարցերը, որը մեզ հետաքրքրում են, ճիշտ է Լևոն։ Այո, այսօր լինելու են մի քիչ պրովոկատիվ, սուր, բայց հետաքրքիր հարցեր, կարող է նոր բացահայտում։ Սուր հարցերին շատ կողմ եմ։ Շատ բարի։ Առաջի հարցը։ Նայ, ես նկատել եմ, որ մեր հասարակության մեջ sense բնավորություն կա, որ մենք, երբ որ մի բանից խոսում ենք, շատ ընդհանրացնում ենք ամեն ինչ, ամեն ինչ։ Այսօր ես կուզենայի առաջի թեզը խոսե հայկական ստերեոտիպներից եւ միֆերից, որը տարածվում են մեր հասարակության մեջ, բայց իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեն։ Դրանց շատ օրինակներ կան։ Ես ավելի շատ սիրում եմ օրինակ վերել Z generation-ի երիտասարդների մասը, որովհետեւ հիմա կարծրատիպ կա, որ երիտասարդները այդպես բառադի են, ոչ մի բանի չեն ուզում մասնակցել, չեն ուզում անեն, գործ չեն ուզում անեն, կյանքի իմաստ չունեն, ոչ մի ինչ են անում։ Մեր միլենիալների վզինա միշտ հաջորդ սերունդի մասին տենց է մտածում, չէ՞։ Բայց այս զումերների մասին շատ ավելի դաժան են։ Ընդհանրապես դիսկուրսը շատ դաժան է, հատկապես որովհետև նախկին սերունդների ժամանակ Instagram, Facebook եւ սոցցանցեր չի եղել։ 2 րոպե անցավ ու մենք լսեցինք բառը նախկին, նկատել եք։ Всё, մտան քաղաքականություն էլի։ Նախկինը դիտարկում որպես քաղաքականություն, ոչ որպես անձնական կանոնավոր ստերեոտիպ է, Արմեն ջան։ Ստերեոտիպ է, դա ստերեոտիպ։ Դոց եթե նայենք երիտասարդների մասով, ինձ թվում է, որ մեծ մտայնություն կա, մոլորություն կա, որ երիտասարդները օրինակ հայրենասեր չեն։ Երիտասարդները օրինակ եկեղեցին չեն սիրում կամ հոգևոր տեսանկյունից հետաքրքրված չեն։ Ես պատրաստված զենքերով եմ եկել, թվերով եւ համակարգչով, որտեղ կա թվեր, ու պարզ երևում է, որ զումերների շրջանում ընդամենը 3.6%-ն է, որ եկեղեցուն նեգատիվ է վերաբերվում, մինչդեռ օրինակ բումերների եւ սայլենտների, այսինքն 61 եւ ավելիի մեջ 33%-ն է, որ դժգոհա եկեղեցուց, այսպես ըստ երևույթին դա միգուցե սովետական հետևանքն է։ Բումերները 61+-ը։ Այսինքն երիտասարդները մինչև 28 տարեկանները 3 անգամ ավելի լավ են վերաբերվում, քան տարիքով մեծերը։ Իսկ արանքում Արանքը միջինի մեջ է, ավելի օրինակ 17-18%-ն է, որ ավելի նեգատիվ է վերաբերվում, բայց դա հիմնական խնդիրն է, որ զումերների շրջանում դրական է ոչ միայն եկեղեցու նկատմամբ լավ վերաբերմունք, այլ նաև հայրենիքի նկատմամբ, որ ասում են այս երիտասարդները հայրենասեր չեն, բան չեն եւ այլն։ Անտարբեր են։ Հիմա տարածում է այդ բառը անտարբեր, երկրորդ բառը հիասթափված, բայց անտարբերությունը, չգիտեմ, ինձ թվում է ակնհայտ է, բայց արդյոք դա էլ է իմ անձնական կարծիքը, որը ստերեոտիպ է։ Քանի որ ես ինչ որ իմ բաբլում եմ ապրում, որը ամեն օր մենք կրկնում ենք, որ ժողովուրդը անտարբեր են, բայց թվերը, հա։ Դուք տարվա ընթացքում հավանաբար շփվում եք ոչ ավել քան 3000 հոգու հետ, չէ՞ Հայաստանում։ Մաքսիմում։ Դա ես մի հոգու հետ եմ շփվում ընդհանրապես, բայց չէ, մենք միջինում 3000-ից ավել մարդու կարծիք չենք լսում, չէ՞, ասենց առերես կամ առերես թե սոցցանցերով 3000 կարծիք երբեք չեմ հաշվել։ 3000-ը բնակության քանի տոկոսն է։ Մենք ունենք 3 միլիոն բնակություն։ 3000-ը Հայաստանի 0.1%-ն է։ Ու շատ մարդիկ, նույնիսկ քաղաքական գործիչներ, ասում են մեր շրջապատում են որ գնացել էի հարսանիք, բոլորը այսինչ բանն էին մտածում։ Կամ մեր սաղ բակը տենց է մտածում։ Ընդհանրացնում են։ 0.1%-ը վերադառնալով ընդհանրացման հարցին։ 0.1%-ը ընդհանրապես հասարակության մասին չի։ Ու հիմնականում մենք շատ կարծրատիպային ենք մտածում, որովհետև մենք մտածում ենք մեր շրջապատի պատկերացմամբ։ Տենց մոտեցում կա, որ ասում են մարդը ինքը իր շրջապատի 10 հոգու միջինն է։ Այսինքն մենք սովորաբար մտածում ենք, կարծում ենք, ճաշակը, հետաքրքրությունները եւ այլն սովորաբար մեր շուրջ գտնվող ամենամոտիկ 10-ի միջինի պես։ Ու հետեւաբար այդ 3000-ը նույնիսկ 10-ը չէ 3000-ն էլ չեն արտահայտում հասարակության կարծիքը։ Ու հասարակությունը լրիվ ուրիշ բաներ է մտածում։ Այդ սոցիոլոգիայի բացահայտում։ Այդ դեպքում սոցիոլոգիայի ժամանակ, երբ որ ինչ որ տարբեր հարցումներ է արվում, ֆոկուս գրուպաներ է ստեղծում, որն է օպտիմալ թիվը, որ դու պետք է վերցնես բնակչության թվից ելնելով, որ արտահայտի պլյուս-մինուս օբյեկտիվ պատկերացում։ Այստեղ ոչ թե խնդիրը թվի մեջ է, այլ այդ մարդկանց պրոպորցիայի մեջ է։ Այո, բայց թիվելա չէ կարևոր։ Հիմա իմ շրջապատում 1000-ից 1200, 1500 միջև
ավելի քիչ, քան 0.1%-ը։ Ավելի թիրախային, հասկանում եմ, բայց իմ շրջապատը օրինակ, չէ, ասենք, չգիտեմ, ես օրինակ ապրում եմ Երևան քաղաքում, չգիտեմ, դա երևանցիքի հետ եմ մեծամասամբ շփվում, բայց լինում է գնում եմ այցերի մարզեր, մարզի բնակիչների հետ եմ խոսում, ընկերներիս մեջ կան օրինակ, չգիտեմ, ունևոր եւ ոչ այդքան, հետեւաբար այդտեղ սոցիալական կարգավիճակն է տարբեր, սեռն է տարբեր եւ այլն, այսինքն մի մարդու շփման շրջանակը եւս ինչ որ պատկեր տալիս է, իդեպ ավելի շատ է, քան բայց ոչ սոցիոլոգիան դրա համար գիտություն է, մեթոդաբանություն ունի եւ ոչ թե անձնական կարծիք է։ Ես այդ ընտրանքը, այդ մոդելը փոքր հասարակության դու ուսումնասիրում ես, ասում ես դե որ այս փոքրը սենց է, 1000 հոգին սենց է, ուրեմն ամբողջ հասարակությունն էլ է սենց։ Ես դա նմանացնում եմ բորշի շերեփի։ Անպայման չի ամբողջ բորշի ղազանով ուտել, որ ասել, որ օրինակ բորշի մեջ այս ինչ բանը, օրինակ կարտոֆիլը փխրուներ կամ միսը էփած չէր։ Բավարար է վերցնել մի հատ շերեփ, որը կարևոր է, նույն պրոպորցիան ունի ջուրը, կանաչին, կաղամբը նույն պրոպորցիա ունի, ինչ որ ամբողջը։ Եվ այդ նույն պրոպորցիայով ամբողջը դու արդեն կարողանում ես մի շերեփ ուտելով ասել, թե ամբողջ հասարակությունը ինչ է մտածում, բայց ես լուրջ խնդիր եմ տեսնում, որ մեր հասարակությունում հատկապես քաղաքական գործիչներ, փորձագետներ ցավոք սրտի չեն հասկանում հասարակությունը ինչ է մտածում, ինչ է կարծում ու երբեմն նաև թիրախավորում են։ Էդ էլ եմ ուզում նշեմ, օրինակ քաղաքական ընդդիմադիր գործիչներ միշտ մեղադրում են, ասում են ցույցերին խիչ են գալիս։ Իսկ նայել են ինչքան մարդ է հիասթափված, ինչու չեն գալի, որոնք են պատճառները, ավելի հեշտ է մեղադրել հասարակությանը առանց ճանաչելու, քան ու փորձել հասկանալ իրենց։ Դա նրանք ով որ մեղադրում են, իրանք էլ ոչ մի քայլ չեն անում, դա էլ է, էլի։ Հա, բայց մի հատ ուրիշ բան հարցնեմ, իսկ եթե ասում ես օրինակ տես չեն ուսումնասիրում, մեղադրում են, որը որ եւս fake է օրինակ, ինչ որ fake բա։ Հիմա դա արդյոք չի կարելի օրինակ քաղաքական կամ իշխանության կողմից ինչ որ X միսիա կատարելու համար արվող կոնկրետ քայլեր։ Օրինակ չկա տենց թեմա առհասարակ։ Օրինակ վերցնենք լավ մի քիչ մտնենք քաղաքականություն, հակառակ մեր հարևան երկիրը ասում գիտեք բան կա Զապադնա Ադրբեջան կա, գոյություն ունի, երբեք դրա մասին չենք խոսացել, չենք լսել, չենք բանակցել առավել եւս, չկար տենց։ Բայց ինքը անընդհատ սկսում է խոսալ ու մեր հասարակության մեջ արդեն սկսում են մեկ է տեսնում ես մարդիկ ասում են դե շերտեր կան, ճիշտ է ասում, բա եկեք բանակցենք, եկեք այդ հարցը փագենք, որը որ չկար։ Այսինքն այդ նարատիվը արհեստականով սրսկվեց, գնաց։ Նույնն էլ օրինակ հիմա որ ասում ես անհիմն մեղադրում են դա ուղղակի է տենց այդ ստերեոտիպների ազդեցության տակ է թե հենց նպատակային է ցավոք սրտի որոշ բաներ շատ նպատակային է եթե նպատակայինների օրինակներից սկսենք ապա շատերը նպատակային բերում են նույն այս կեղծ խաղաղության թեման որը իրականում այդպես չի բոլորս ենք ուզում խաղաղություն բայց որ շատերը բերում են որ այս ինչ ադրբեջանցու հետ մենք եղբայրություն ենք արևել են կամ մի շարք այլ թեմաներ, որը կեղծ օրակարգեր են, բայց այդ մասին սոցիոլոգ Օվերտոնը մի տեսություն ունի, Օվերտոնի պատուհանները, սկզբից հասարակությանը պետք չի միանգամից այդ նոր բան ասել, որը իրանք միանգամից կասեն չէ։ Թող ինձ ներեն բոլոր Դուք իրանց պատրաստում եք։ Գեյերը մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր փոքրամասնություններին, շարունակեք։ Իհարկե, բոլոր տեսակի փոքրամասնություններին, բայց ներողություն խնդրում։ Զուտ շատ ցայտուն է օրինակը դրա համար եմ ասում։ Պատկերացրեք կոնսերվատիվ, օրինակ Տաշիրի կողքի գյուղերից մեկում պետքա թեմա մտցնել ու պետքա ինչ-որ պայի այնպես անել, որ օրինակ այդտեղի գյուղապետը լինի, սեռական կողմնորոշմամբ համասեռամոլ։ Սկզբից չես կարա տենց բան անես։ Շատ դժվար է պատկերացնել հասկանում, բայց պատկերացնենք, էլի։ Իդեպ տենց բաներ օգտագործվել է Հայաստանում։ Ես նոր հասկացա, որ ես շատ լիմիտացված ֆանտազիա ունեմ, չեմ կարա պատկերացնել։ Սկզբից ասում են, սկզբից այդ գյուղում ոչ թե ասում են միանգամից, այ օրինակ sense համասեռամոլ կա, կուզեք ձեր գյուղապետը լինի, չէ, տենց չեն ասում։ Սկզբից բացում են առաջի պատուհան, ասում են, գիտեք ինչ կա։ Կա մարդ, որ համասեռամոլ է։ Դու գիտեք այդ մասին։ Գյուղը սկսում է, գիտեք, տենց բան կա, որ տղամարդկանց հետ կամ կանայք հետ։ Հետո հաջորդ փուլում մի ամիս անցնում է արդեն հասկացում եք, որ դիսկուրսը կա, նորմալ արդեն մարդիկ, դե հա, փաստորեն տես մարդիկ էլ կան։ Երկրորդ փուլում մեկը գալիս ասում է, գիտեք, չէ, այս ինչ մարդը համասեռամոլ է, ես ճանաչում եմ իրան։ Երրորդ փուլում, այդ էլ է դառնում սորակ։ Երրորդ փուլում մեկն ասում է, այն օրը համասեռամոլը եկել էր մեր գյուղը, գիտես ինչ լավ բաներ էր արել։ Եկավ, հա, ճիշտ է, համասեռամոլ է, բայց այնպես լավ մարդ է, բարի գործ անում եւ այլն։ Լավ երկերագրում։ Հա, ակնասները ակնում։ Եվ ու այդպես շարունակ ինչ որ պահի արդեն օրակարգ է բերվում, որ
Ինչ տարբերություն իր անկողինն ու իր ընտանեկան հարաբերությունը քո ինչ գործն է։ Մարդ ուզում է գյուղապետ դառնալ, լավ էլ մարդ է, լավ էլ քաղաքականությունից հասկանում է, այս գյուղի խնդիրները լավ է գիտի, ինքը թող լինի գյուղապետը։ Այսինքն այդ փուլարփուլ հասարակությանը բերվում է ինչ-որ մի վիճակի եւ այսօրվա մեր հասարակությունը ես դες վստահեցնում եմ, որ դա կոչվում է սոցիալական ինժեներիա, երբ որ դու հասարակությանը ինժեներական լուծում ես տալիս, այսինքն դու սկսում ես փոփոխել, վերանայել, ձևավորել հանրային կարծիք, փոփոխել կարծիքը։ Բայց ինչ որ մեկը կասի, որ դա էվոլյուցիա է, հասարակության էվոլյուցիա է, դա կարծիքի կամ ճաշակի հարց չի։ Դե հա, չէ՞։ Հա, համաձայն եմ։ Հիմա եթե մենք նայենք Ֆրանսիայի օրինակը բերենք, այնտեղ այս վերջերս վարչապետը ելա ոչ տրադիցիոն օրիենտացիայի անց։ Դա հենց Արմենի ասածն է, այսինքն դու ուրիշ անվան տակ կարաս անցկացնես քո ցանկացած օրակարգ։ Անունը դնես էվոլյուցիա, զարգացում, այս օրինակի վրա էլի, հիմա ուրիշ օրինակներով էլի նույն Օվերտոնից եթե խոսացինք, կարա ուրիշ ուրիշ փաթեթավորման բռնի, կեղծ խաղաղության օրինակ։ Դե այդ նույն ձևով եթե վերադառնալով հարցին կարծրատիպերին, նույն երիտասարդների մասով այդ կարծրատիպը շատ է տարածվում, նույն օրինակ եկեղեցուն աջակցության տեսանկյունից իմ արժեք թիվա, որ հարց է հնչել եկեղեցու ասծային հնչող քննադատությունների ֆոնին, եթե եկեղեցու կողմից համախմբան կոչ լինի, 64%-ն ասել է, որ ես կմիանամ այդ կոչին։ Ջենզինա թե Ջենզի 64%։ Շուտը ես իրանց էջ միածինում չեմ տեսել։ Մինչդեռ 60-ի 40%։ Չգիտեմ իրանք որտեղ են միացել, բայց շատ կարևոր բան եք ասում, որ ինչի են մարդիկ ասում, որ եկեղեցին կարևոր է, մեր համար մեր արժեքները կարևոր է, մեր հայրենիքը կարևոր է, բայց երբ որ եկեղեցուն վտանգ է սպառնում, շատերը չեն գնում էջ միածին։ Երբ որ առաջնագծում խնդիր է ալնում, բա այն դասալիքները, որ ասում էին, որ փախել են բանակից, ոնց է եղել։ Ես հավաստիացնում եմ, որ խնդիրը կազմակերպման մեջ է եւ մյուս խնդիրն էլ ժողովրդի հիասթափության եւ երիտասարդների հատկապես մասնակցության նկատմամբ վախի մեջ է։ Վախի մտան։ Որովհետեւ մարդիկ քանի անգամ են մասնակցել ու քանի անգամ են հիասթափվել։ Ես օրինակ տարբեր process-ների որպես անձ, ոչ որպես մասնագետ կամ ինչ-որ այլ կարգավիճակով մասնակցել եմ եւ հիասթափվել եմ։ Բայց իմ հիասթափությունը չի հանգեցրել, որ հաջորդ անգամ չմասնակցեմ։ Իսկ երիտասարդները շուտ հիասթափվում են։ Մենք հաստատ 10 տարի առաջ ավելի շուտ էինք հիասթափվում, թե մարդկանցից, թե երևույթներից, թե կառույցներից, ամենից, քան հիմա։ Ու երիտասարդներին պետք չի մերժել։ Հիմա կյանքն էլ է արագ։ Հիմա արագ ոգևորվում ես, արագ հիասթափվում ես, քանի որ սոցիալական ցանցերը փոխել են մեր կյանքը։ Այո։ Դինամիկա։ Խոսեցինք մի քիչ երիտասարդների մասին, մենք կարանք կոնսերվատիզմը կամ տրադիցիոնալիզմը որպես երևույթ չափենք ինչ որ մի ձևով ու ասենք, որ մեր երիտասարդները կոնսերվատիվ են կամ հակառակը։ Դա ոչ։ Կարող ենք ցուցանիշ։ Կարող ենք չափել, ցավոք Հայաստանում բացառիկ կոնսերվատիվիզմ չափելու գործիքակազմ չի կիրառվել, բայց կարանք չափենք ինչ որ ձևերով։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ Հայաստանի հասարակությունը այն որ ասում էի բորշ է, այդ բորշի նման է։ Չկա մաքուր կոնսերվատիվ sense մեծ շրջանակ, չկա մաքուր լիբերալ շրջանակ, շատ խառն է։ Երբ որ մարդուն օրինակ ուզում ես հասկանաս ինքը կոնսերվատիվ է թե լիբերալ, պարզվում է օրինակ ինքը եկեղեցի է գնում, то есть եկեղեցին կոնսերվատիվ կառույց է։ Ինքը օրինակ իր ընտանիքի անդամները տենց ամեն ինչ շատ օքեյ է, մեկը պարզվում է քաղաքականության մեջ լիբերալ է։ Ուզում է տարին մեկ թազա մարդ գա իշխանության օրինակ, կամ ամեն ինչ ազատ լինի, ոչ մի տենց կարգավորում չլինի, կամ հակառակը։ Օրինակ ես ճանաչում եմ քաղաքական իմաստով շատ լիբերալ մարդկանց, ովքեր ընտանիքում շատ կոնսերվատիվ են եւ հակառակը։ Այսինքն ոլորտն է, այնց տիրույթներն են շատ ընդհանրական, որ ասում են կոնսերվատիվ կամ լիբերալ, չենք հասկանում ինչ ենք։ Ինչ պատասխան ենք ստացում, որ ոլորտում պատրաստ է անվանի իրան։ Ես կոնսերվատիվ եմ, լևի, պրավի, լիբերալ եմ, դու քեզ սահմանափակում ես քո adekvatությունը։ Լուրջ, քանի որ հիմա շատ բաներ կան լիբերալիզմի մեջ, որը ես համարում եմ, որ իրանք չափազանց կարևոր են։ Կարևոր են։ Իրավունքը, ազատությունը։ Հիմա եթե դու նայես ոնց են մարդիկ փողոցում հագնվում, դա շատ է տարբերվում 10 տարի։ Հա, քանի որ ցանկացած մարդը ունի իրավունք, իհարկե, օրենքների սահմաններում, հագնվի ոնց իրան դուր է գալիս։ Իդեպ մի հատ հարց ասեմ, հենց հիմա աչքիս առաջ երևաց։
հարց է անցել, որքանով է կարևոր հետևյալ կետերը ձեզ համար լավ տեսք ունենալը, այս երիտասարդական հետազոտությունը, լավ տեսք ունենալը 87%-ի համար եղել է շատ կամ բավականին կարևոր։ Լավ տեսք ունենալը։ Երիտասարդների մոտ։ Այո, իսկ քաղաքացիական նախաձեռնություններում ակտիվ լինելը շատ կարևոր է 8%-ի մոտ, բավականին կարևոր է 6, այսինքն գումարային 14%-ի մոտ է կարևոր։ Այսինքն լավ տեսք ունենալը ավելի կարևոր է։ Լավ տեսք ունենալը շատ ավելի կարևոր է, քան օրինակ ստե մի հատ էլ հետաքրքիր բան կա, ամուսնու կամ կնոջը հավատարիմ լինելը 90%-ի մոտ շատ կարևոր է։ Մարդիկ վախում են։ Կարող ամենքը տեսար միտը հրապարակ էս էտի։ Հարստանալը, հարուստ լինելը 50%-ի մոտ է շատ կարևոր։ Ինձ թվում է էդի սուտա, էդի 99%-ի մոտ կա։ Հարուստները ասել են պետք չի մեզ, կարևոր չի вообще, չէ։ Գիտեք, ինձ համար շատ ցավոտ է այդ թեման, որովհետև ես շատ ծանր եմ տանում այն, որ մարդիկ գնում են երկրից դուրս։ Ու ստեղ օրինակ ունի ինչ-որ մեքենա ունի, ինչ-որ տուն ունի, ինչ-որ գործ ունի, թողնում գնում այնտեղ, որ ունենա ավելի լավ մեքենա, ավելի լավ տուն, ավելի լավ օրինակ լանչ անի կամ ամեն օր իր ուզած ուտելիքն ուտի, ոչ թե ասենք 2-3 օրը մեկ։ Իմ համար շատ ցավոտ է, որովհետև Հայաստանի Հանրապետության մեծագույն խնդիրը ժողովրդագրությունն է, ու այն, որ մարդիկ ստեղ չեն ապրում։ Ճիշտ է։ Մենք Արցախը ազատագրել էինք, բայց 120,000 մարդ էր ապրում։ Արցախը իր խտությամբ, բնակչության խտությամբ ահա որ ոչ խիտ, ահա որ նոսր բնակեցված տարածքեր, դե իսկ Ադրբեջանն էլ կայուն աճում է իր բնակչությունը։ Իհարկե որոշ խնդիրներ իրանց մոտ էլ կա եւ ուռճացում կա նաեւ։ Ու ես խնդիր եմ տեսնում, որ մարդիկ Հայաստանից տողնում գնում են եւ շատ ուրախ եմ, որ դուք ոնց որ թե վերադարձել եք։ Վերադարձել եմ մի դեպ 2 տարի առաջ, ոչ միայն այս համատեքստների պատճառով, բայց այնտեղ դու նշել ես լավ տեսք ունենալը։ Լավ տեսք ունենալը կարանք այս թեման զարգացնենք։ Երբ որ արտասահմանից իմ ընկերները գալիս են Հայաստան, դա Հայաստանի մասին բնականաբար ոչ մի բան համարը չգիտեն, տեսնում են GDP per capita ВВՊ-ն ցածր է, ну վատ բան ասեմ, բայց մենք համարվում ենք ոչ հարուստ երկիր։ Իրան գալիս են Երևանում, առաջի օրը Երևանում, բոլորը 90% իմ ընկերները ասեն, մենք այսքան թանկ ավտո չենք տեսել, ոչ մի տեղ, per capita։ То есть Գելենդվագենները, հիշում ես, ինչ որ պայ է եղել, որ խամերներն են շատ sense բան։ Գիտեմ ուր են այդ խամերները։ Չգիտեմ։ Ծախել են Գելենդվագենն են արել։ Բայց ոչ, էդի չի հարցը։ Հարցը այն է, որ երբ որ դու ուզում ես ստեղծես քո կարծիքը մենակ Երևանով, թվում է, որ ամեն ինչ լավ է մեր մոտ։ Որ Հայաստանը հարուստ է, ժողովուրդը այդ լավ տեսք ունենալու համար, չգիտեմ, ամեն ինչի պատրաստ են, բայց հետո երբ որ դու մի քիչ ես բաբլից հելնում ես, դու հասկանում ես, որ մենք ունենք 30,000 մարդ ծայրահեղ աղքատության մեջ ապրող։ Մենք ունենք 22% գործազրկություն։ Հա, բայց սիրում ենք ցույց տալ մեկը, նույնիսկ այն ընտանիքային մարդը։ Այս ցույց տալը, այս ինչ ֆենոմեն է։ Խի ենք մենք ուզում տենց մեծ ցույց տալ։ Դուք խոսացեք, ես դրա մասին մի հատ տեսություն ասեմ։ Սոցիոլոգիական այդ դուք ասեք, ես դրա տեսությունն ասեմ։ Ուրեմն մի հայտնի սոցիոլոգ եւ տնտեսագետ կա Տորշտեյն Վեբլեն, ով որ խոսում է ցուցադրական սպառման տեսության մասին ու ասում է շատ դեպքերում հասարակություններում, հատկապես սպառողական հասարակություններում մարդիկ ապրանքը առնում են ոչ թե անհրաժեշտությունից, ոչ թե որ դա իրանց պետք է, այլ որ այդ ապրանքը առնելով իրանք ցույց են տալի, թե իրանք ինչ կարակավիճակ ունեն ու որոշակի ինչ դեր են ստանձնում։ Այսինքն շատ դեպքերում մարդիկ օրինակ հեռախոսը կամ ինչ որ հեռախոսը համարը, ինչ որ բրենդային, ինչ որ հագուստը հագնում են ոչ թե որովհետև այդ իրանց հարմար է, քան օրինակ բրենդային այսենց նայեց իր վրա։ Էսի շատ, էսի ոչ բրենդային է, պրոստը շատ մնացածը սովորական։ Հա, կներես։ Ես էլ ունեմ այդ նույն էֆեկտի տակ, ես էլ եմ երբեմն լինում, որ օրինակ նախընտրում եմ ավելի լավ օրինակ հագուստ, որը բրենդային է, բայց կա նույն տիպի որակի հագուստ, որը բրենդային չի։ Դա մենք բոլորս մարքեթինգի գերիներ ենք։ Դա մարքեթինգ է, ես ուզում ասեի, որովհետև քեզ անհրաժեշտ է ինչ,
օրը մեջ սնունդ ստանալ, կալորիաներ ստանալ, չէ, առնվազն։ Բայց դու ասում ես այսօր ինձ մի քիչ բան անեմ, Բայց մենք ստեղ լոպազանալու մասն ենք խոսում։ Ոչ, հիմա եթե դու ուզում ես, դու կարաս քեզ թույլ տաս, գնաս կոֆե գնես $5 կոֆե գնես, դա նույն կոֆենա ինչ որ դու գնես $1. Բայց եթե որ դու ուզում ես ցույց տաս, այս ֆենոմենը որ ուզում ես ցույց տաս, երբ որ մտնում ես գյուղական տուն ամբողջությամբ դուրսը հայաթը ներսը պատերից բարդ վիճակա, բայց մտնում ես, ասենք իրանք մեծ ինչպես ընդունված է պլազմնի տելևիզոր են առեն նոր տարուն առաջ, որ տենց են ասում Full HD։ Հա, որ օրինակ չինեմ ցույց տան հարանը, նայեք ինչպես տելևիզոր ունենք մեկ կամ նույնն այս նոր տարվա փուլը ինձ թվում է շատ ակնհայտ ցույց է տալի, չնայած հիմա ավելի մեղվել է, որ մարդիկ տարվա ընթացքում եթե երբևէ խոզի բուտ չեն ուտում կամ անանաս չեն ուտում, բայց իրանք նոր տարվան դնում են, որովհետև գիտեն այդ ամենաշատ իրենց տուն ներհոս կապահովող, ասենք ժամանակահատվածն է, դնեն, որ մարդիկ տեսնեն, որ իրանք ունեն։ Դա ինչ որ առումով գալիս է նաև նախկինում չունևորությունից, չունենալուց, բայց միևնույն ժամանակ հյուրասիրություն է։ Չէ, ես այդքան համաձայն չեմ։ Այստեղ ես իմ մեջ հայությունը արտնացա։ Հակասություն կա, հա։ Չէ, հայությունը տա։ Հայությունը, հա։ Ասենք որ շվեդին ասես բան են, ինչ են ուտում, սյուրստրոմինգ, չէ՞, փդած ձուկն են խոսքի դնում, ասում են դելիկատես է, աշխարհի բան ֆեյքն է, էլի։ Մենք համովանք խաշ ենք դնում, էլի, տենց որ մեր համար դելիկատես է։ Խաշ չես դնում, որ մարդը գալիս է ձեզ տուն, չես կոմպլեքսավորված եմ այդ խորոված կանես, էլի։ Այդ առումով ես կոմպլեքսավորված եմ, քանի որ երբ որ դու մեծանում ես հայ կոմունայում, բայց ոչ Հայաստանում, դու այդ դա անհրաժեշտ է, որ դու գալիս ես հյուր ունդեղ sense Դες լավ դիմավոր են, սեղանը կծած է, 3 հարկ sense ինչ որ հետո մեծանալով որ ես չեմ տեսել որևէ միջոցառում, որ այդ ուտելիքի նույնիսկ 30%-ը ուտեն, չէ։ Ուտեն, հա։ Այսինքն այդ լիբերալիզմի են գալի, որովհետև թափում ենք այդ ուտելիքը։ Բայց հիմա եթե ես էլ եմ գալիս հյուր ու տեսնում եմ, որ սեղանը sense հզոր չի կռիվա մեջ է, չէ՞, կռիվա մեջ է, լիբերալի ու հայ, այսինքն դա հայ կոնսերվատիվ։ Մտնում ես տեսնում ես սեղանը հզոր չի։ Օրինակ հիմա մեր տուն հրավիրում եմ, գալիս տեսնում ես, տենց ես ինչ չկա։ Տենց մտածում ես լավ հյուրընկալ չեմ, լավ հյուր։ Չենք է մտնի, սենց Ենտագիտակցորեն, հա, ես եթե ուտելիք չկամ։ Ենտագիտակցորեն ինձ թվում է, հա, որ դու չես փորձել, տպավորություն թողես։ Քանի որ եթե դու գար, ես շատ կուզենայի այդ տպավորությունը։ Որտեվ դու պետք է իմանայի, որ ինքը ուզում է տպավորվի։ Ու այդ շքեղ սեղանը դա ցուցանիշ է։ Իդեպ տպավորությունների կառավարման տեսություն էլ կա, բայց հերիք այլ տեսությունա խեղտ չեմ անի։ Ինչի կարիք կա տպավորություն ստեղծելու, եթե ես կարիք ունեմ Լևոնին կամ Սարգիսին ընկալել ոչ որպես սեղանով, իր մատուցած նյութական ինձ նվերով, այլ օրինակ ես գամ Լևոնը իր կյանքից մի հատ հետարքիր բան պատմի կամ իր անձնական մի հատ դժվարությունով կիսի ինձ խորհուրդ հարցնի, դա ինձ համար ավելի արժեքավոր է, որ ինձ կարևորել է, որ ինձ կարծիքը հարցրել կամ ինձ ինչ որ հետաքրքիր գաղափար տվել, ինձ համար միշտ իդեան ավելի թանկ է, քան մատերիալ։ Ու նաև հենց այդ է խնդիրը, որ հասարակությունները շատ են մատերիալիստ դարձել, ու նաև այդ մեծ սեղանները կոլեկտիվների համար է։ Իսկ հիմա գնալով այդ կոլեկտիվները փոքրանում են եւ այդ կոլեկտիվիստական հասարակությունից հատկապես հետ սովետական փուլում անցում են կատարում ինդիվիդուալիստական հասարակություն։ Եվ այդ է նաեւ խնդիրը, որ ինչ կարիք կա ցույց տալու եւ ինչ կարիք կա մատերիայով ցույց տալու։ Եթե կարելի է հոգեվորով ցույց տալ։ Լավ, դաժե կոֆե չես հյուրասիրի, չեմ ասում։ Կոֆե ես չեմ խմում։ Հայաստանում բայց քեզ կոֆե խմենք։ Ես ամբողջությամբ համաձայն եմ։ Ես էլ եմ շեշտում եմ, որ էսի հակասություն է իմ մեջ։ Բայց չես կարող ոչ մի բան խելքով հասկանում եմ, սրտով չգիտեմ, մի քիչ հին եմ։ Արդյոք ես էլ եմ նախքին մի քիչ էլի։ Հետեկանք։ Չէ, այդ ցուցադրությունը իրոք կա, չգիտեմ լավա թե վատ, ես այդքան չեմ ուզում գնահատականների մեջ մտնենք, որովհետև հասարակությունները տարբեր են։ Օրինակ, նույն հարստության վերաբերյալ եթե սխալ եմ ուղեք ինձ, օրինակ, եթե դու ապրում ես պայմանական սկանդինավական երկրում եւ մի հատ այն թազա Lamborghini ես առնում, մի հատ էլ sense մետալիկ օրանժ գույնի, ճռռացնում ես, սաղ թարս են քեզ նայում, էլի։ Ասում, հա, ինչ ես ուզում ցույց տաս։ Բայց եթե դու դա անում ես, օրինակ, չգիտեմ, Անգլիայում կամ Ամերիկայում, որտեղ որ դու արդար
քո բիզնեսով, քո աշխատանքով աշխատել ես, ասում ես ես ուզում եմ վայելեմ, բայց ինչի համար եմ ես ապրում, եթե չուզենամ մի հատ ճռացնեմ այդ Lamborghini-ին Glendale-ում պայմանական։ Այնտեղ քեզ դրական է, как минимум adekvat են վերաբերվում, ասում են դե մարդը առել է, քշում է, ինչ է անում։ Չէ՞, այստեղ հասարակությունների չես կասես, չէ՞։ Հասարակությունը այն Հա, լավ ու վատ չի, չէ՞, որ ասես կապիտալիստ։ բանը նորվեգիացին շատ վատն է, իսկ ամերիկացին լավն է, չես ասում, Չկա լավ եւ վատ կատեգորիաներ սոցիոլոգիայում, Բայց կա զարգացած կամ ոչ զարգացած։ Հիմա սոցիալիստականը սկանդինավյան պետությունների պարագայում դա ծայրահեղ զարգացման օրինակ է։ Այո։ Այո։ Հա, բայց իրանց մոտ կապիտալիզմը անցել են, հասել են սոցիալիզմի, երբ որ իրանք, իրանց կյանքի որակը ամենաբարձրն է աշխարհում, Ճապոնիայի հետ երևի, բայց իրանք ոչ մի կարիք չունեն թանկ հագուստ ունենան, թանկ ավտո, Ցույց տալու չունեն։ Դու չես կարող ասես, որ իրանք միանշանակ սոցիալիստական երկիր է։ Դա Հա, միքս է ինքը, շատ դա կապիտալիզմ։ կապիտալիզմը, ուղղակի այնտեղ շատ բարձր հարկեր են եւ մարդիկ շատ մեծ վստահություն ունեն իրանց պետական պետության մեջ, որ իրանք այդ հարկերը ճիշտ են օգտագործելու։ Ես կուզեք թվեր ասեմ այդ։ Այո։ Դուք գիտեք, որոնք են ամենաերջանիկ երկրները աշխարհում։ 0-ից 10 բալով գնահատմամբ համաշխարհային հետազոտություն կա, World Happiness Index-ը կոչվում։ Ամենաբարձրերը հիմնականում սկանդինավյան երկրներ են, որոնք համարում են իրենց ամենաերջանիկը։ Օրինակ, ամենաերջանիկը իրանք են։ Վաու։ Նոր Զելանդիան չի։ Նոր Զելանդիան էլ է, բայց Նոր Զելանդիան հարավային կիսագունդ է, ոչ թե հասարակացային հատված էլի։ Ամենաբարձրը Ֆինլանդիայում էր։ Լուրջ։ Որտե արևը 4 ժամ է, ընդհանրապես երջանիկ էլի մարդ այնտեղ կներեք։ Ֆիններ ունենք այն ինչ որ ունենք, Ֆինլանդիա, սկանդինավյան երկրներ, Դանիա, Շվեդիա եւ օրինակ նույն մեր տարածաշրջանում ամենացածրը Ադրբեջան օրինակ, որովհետեւ ինչքան հասարակությունը ազատ, ինչքան հասարակական համակեցությունը ավելի կարգավորված, ինչքան մարդիկ իրար չեն նախանձում, չեն ձգտում այդ մրցավազքի մեջ, ճոխության մրցավազքի մեջ, որ նոր խոսում ենք, ճոխության մրցավազքի մեջ ինչքան քիչ են մտնում, այդքան ավելի հասարակությունը հանգիստ է, ավելի երջանիկ է եւ չի փորձում այդ մրցավազքի մեջ որ մեկից ավել լինել, որովհետեւ այդ հասարակությունների իմաստը այն է, նաեւ Սովետ միության վերջնական նպատակը այդ պիտի լիներ, որ բոլորը ունենան այն ինչ որ պետք է մարդուն եւ դրանով համերաշխ լինեն։ Ինչու է ինքնասպանների թիվը տենց բարձր Սկանդինավիայում, Ճապոնիայում, այն երկրներում, որտեղ Ֆինլանդիայում եմ կարծում եմ որտեղ երջանիկ են։ Հա, եթե sense երջանիկ են։ Ինքնասպանությունները կանխարգելող կարևորագույն գործոններից մեկը եկեղեցին է ու իդեոլոգիան է էլի։ Այսինքն եթե մարդը ավելի շատ մատերիալիստ է, ինքը հավանաբար ավելի հակված կլինի ինքնասպանության, քան եթե մարդը ավելի իդեոլոգ է, то есть այդ դեպքում գիտեք ինքնասպանությունը մեղք է ու աններելի մեղք է նաև։ Անցնենք այս տխուր թեմայից ավելի ուրախ թեմայից, ինքնասպանություններից դեպրեսիայի անցնենք։ Ալուրջ, բայց Այո։ Դուք ունեք ինչ որ քանի որ էլի չեմ ուզում ընդհանրացնեմ, բայց ես իմ բնավորությամբ լինելով շատ ուրախ ու sense օպտիմիստիկ պոզիտիվ մարդ, ամենա բարդ բաներից մեկը, երբ որ ես տեղափոխվել եմ Երևան 2 տարի առաջ, այն էր որ իմ տուրիստական մոտեցումը մեր ժողովրդին, իմ ընկերներից, չգիտեմ, ծանոթներին տարբերվում էր, քան երբ որ ես տեղ տեղափոխվեցի ու հասկացա որ մարդկանց 90%-ը դեպրեսիայի մեջ են, բայց այնտեղ կա մի հատ բայց։ Նույնիսկ իրանք չեն հասկանում, որ իրանք դեպրեսիայի մեջ են։ Հրաժարվում են համաձայնվեն այն փաստի հետ, որ իրանք դեպրեսիայի մեջ են, քանի որ դեպրեսիան ու մենք ստեղ գալիս ենք հաջորդ, sense թիրախավորված բառին ամոթա։ Ամոթա-то ոչ ու դեպրեսիան։ Что происходит с депрессией, հա, у нас в Армении։ Հայաստանում միջին եւ ծանր դեպքերը դեպրեսիայի կազմում են 46%։ Միջազգայինորեն հաստատված ստանդարտներով հոգեբանական թեստի արդյունքա
Հայաստանում իրականացված թեստավորմամբ 46,000 եւ ավելի մարդկանց մոտ 46%-ի մոտ կա միջին եւ ծանր մակարդակի դեպրեսիա, այսինքն համարյա ամեն երկրորդը ում մենք հանդիպում ենք, մեզնից առնվազն մեկը։ Ես գիտեմ Լևոնի վրա։ եւ դուք ունի դեպրեսիայի մակարդակ, դեպրեսիա միջին կամ ծանր մակարդակ։ Ու էս էլ էլի, բայց ես ախր սոցիոլոգիան շատ տխուր է, որովհետեւ սոցիոլոգիան տխուր բաների մասին է ավելի շատ, խնդիրների մասին է, ոչ թե լավ բաների, նա տխուր բան պետք է ասեմ։ Դեպրեսիան, մի հոգու դեպրեսիան չի ազդում մենակ իր վրա։ Ինքը մուլտիպլիկատիվ էֆեկտ է տանում ինչքան մարդու վրա։ Ու առաջինը այն է խնդիրը, որ մարդիկ վիրուս է։ Իհարկե։ Հոգեբանական խնդիրները եւ հոգեբանական առողջության խնդիրները իմ կարծիքով գալիք տասնամյակների ավելի մեծ խնդրեմա լինելու, քան ձիահը, քան հայտնի, այսպես ասած, քաղցկեղը կամ հայտնի շաքարային դիաբետը եւ այլն, որովհետեւ սրա բուժումը ավելի դժվար է, որովհետեւ մարդիկ շատերը ամաչում են խոսեն հոգեբանական խնդիրների մասին։ Որովհետեւ ամոթը, այդ ստիգման, այդ խարանը թուլության նշանակությունն է ոնց որ մարդկանց։ Չէ, մշակույթն է։ Հիմա քանի երբևէ հոգեբանի դիմել եք դուք։ Այո։ Ոչ չէ։ Որտե՞ք Հայաստանում ապրել։ Այո։ Ստերեոտիպները, չէ, անկեղծ չգիտեմ Հայաստանում կա թե չէ, ես ծիրով կդիմեի։ Հոգեբան կա թե չէ։ Չեմ ասել որ ամեն տարի հոգեբան ավարտում են հարյուրավոր հոգեբան։ Հա չէ, գիտես, միշտ ցած այն ամերիկյան կինոների մեջ որ կա, որ մտնում ես մի հատ սենյակա պարկում ես ցած ծիրով։ Իմ հոգեբանը վերջում պարտկով փողա ուզեցել։ Չգիտեմ ով ավելի շատ Հոգնել։ Այդ հոգեբանական էթիկա։ Բայց վերադառնալով հարցին, տես դեպրեսիան ասում ես վարակիչ է, այսինքն վատը արագ է փոխանցում, իսկ հակառակը չի լինում, որ օպտիմիստը դրականը բուժի դեպրեսիվ մարդու զուտ իրանց շփման արդյունքում։ Ես իհարկե հոգեբան չեմ, չնայած հոգեբանական հետազոտություններ շատ են արել ու շատ խորությամբ, բայց բնականաբար ազդում է, բայց նայեք, մենք ունեցել ենք պատերազմ։ 5000 երիտասարդ զոհվել է, պլյուս մոտ 15-ից 17000 էր տարբեր բաներով, տվյալներով վիրավորումներ ենք ունեցել։ Ունեցել ենք 100,000 տեղահանվածներ Արցախից։ Մարդը իր ունեցված կորցրել թողել է եկել։ Պատրաստի այդ մարդիկ իրանց ընտանիքները դրանք բոլորը չեն կարա խուսափեն դեպրեսիայից կամ հետտրավմատիկ ստրեսային խանգարումից։ Post-traumatic stress disorder-ը, որը իդեպ էլի հետազոտությամբ 50.5%-ը ունի post-traumatic ստրեսային disorder, ստրեսային խանգարում։ Այսինքն այդ մարդկանց մենակ որ դու հաշվես ու իրանց հարազատներին, իրանց հարևաններին, իրանց մանկուց տեսած այդ երեխուն մեկ է երեխեն գնացել զոհվել է, անհասկանալի իրավիճակում, անհետ կորածներ, մարմինը չեն գտնում այդ մարդը տասնամյակներ շարունակ տենց իրա դաժե չի կարեցել թաղել իր երեխուն ու այդ պայմաններում խոսել որ տենց երջանկությունը տարածվի մի տեսակ հասկացա։ դաժան է շատ էլի, то есть այդ պայմաններում այս հասարակությանը մի հատ է ասես դուրս արի պայքարի հանուն, չգիտեմ ինչ որ մի բանի, այդ մարդու մեջ պայքարի ուժ չի մնացել դեռ, էլի։ Չէ, հանունը կարողա չաշխատի, բայց ընդդեմը միշտ բանը։ Լավ, մի բան էլ ասեմ ու ամոթի թեման զարգացնենք, մի քիչ ավելի պոզիտիվ բանի դուրս գանք էլի։ Ես մի անգամ ծանոթացել էի իմանաք հայտնի խումբ կար հիմա էլ կա Linkin Park-ը, որի ֆրոնտմենը Chester Bennington-ը ինքնասպան է եղել եւ պատմում է, իր կինը պատմում է, որ նախորդ օրը ինքը երեխաների հետ խաղում էր, ասում ավելի երջանիկ մարդ չեմ տեսել, էլի, ասենց ինքը երանության մեջ էր, էլի, շատ ուրախ էր, հաջորդ օրը ինքնասպան է լինում։ Դրանից հետո ինքը հիմնեց ֆոնդ, որի անունը թե չեմ սխալվում, Depression Has No Face, այսինքն դեպրեսիայի դրսևորումները, որ մենք միշտ մտածում ենք, որ բանա չէ, տխուր մարդ պիտի լինի, ասենց ինչ որ ծանր եւ այլն, կարա այդ դրսևորումը չունենա, կողք կարա ուրախ մարդ լինի, շփվի, խոսա, բայց հոգու խորքում ունենա այդ ծանր իրավիճակը։ Հիմա դու Չեսթերից խոսեցիր, անցնենք Չեսթերը ուներ շատ մեծ խնդիրներ, ու ինձ թվում է դեպրեսիան կարա լինի նույնի նաեւ ֆիզիոլոգիչիսկի։ Հիմա Չեսթերը շատ լուրջ խնդիրներ ունեցել է նարկոտիկ արգելված պրեպարատների, նարկոտիկների հետ։ Հիմա ես ուզում եմ հաջորդ հարցին անցնենք։ Տխուր հարցեր են քննարկում, բայց ինձ թվում է շատ կարևոր։ ամոթից չխոսանք։ Թեզերից էդ էլ ամոթ։ Դե դրա մեջ։ Ամոթին կվերադառնանք, բայց քանի որ Չեսթերից խոսացինք, երբ որ ես եկել եմ ստեղ, ասում եմ, լուսեք
ինչ փոփոխություններ կան մեր հասարակության մեջ, իմ ընկերները, շատ սիրած ընկերները, արա այս ամեն երկրորդը Երևանում նարկաման է դարել, էլի ընդհանրացնում են։ Հիմա ամեն երկրորդը Երևանում նարկաման է, թե ոչ, Արմեն ջան։ Ամեն երկրորդը Երևանում միգուցե նարկաման չի, բայց հավանաբար կամ նարկամանա կամ տենդենցիան կա, կամ թմրանոտ պարբերական օգտագործողա կամ ներգրաված է շահումով խաղերի մեջ։ Այս երկու երևույթը գրեթե տենց 70%-անոց բան ունի, տարածում ունի։ Մեր ոդկասթի հովանավորը Վիվարո։ Անակա։ Չէ, տոտոնա, ինչ եք խոսում։ Ես արդեն չգիտեմ ինչ ասեմ։ Տոտոնա ու բանը։ No, մենք գիտենք ում հովանավորն է։ Բարբիտալները։ Մենք գիտենք ում հովանավորն է Վիվարոն, արխային։ 4 ամիս մնաց։ Լավ, շարունակի Արմեն ջան։ Բերեք ես ուզում եի դրա թվերը ցույց տայի ձեզ։ Հայաստանում սարսափելի մեծ երկու խնդիրներն են դրանք։ Ես լրիվ կիսում եմ այն մարդկանց կարծիքով, ովքեր ասել են, որ շատ ամեն երկրորդը կամ չգիտեմ, շատ տարածված է թմրանյութերը։ Հայաստանում թմրանյութերի տարածման հետ կապված վիճակագրությունը ստանում ենք նաև վիճարական կոմիտեից, որը դուրս է բերում ոստիկանության կողմից թմրանյութերի արձանագրման փաստերը ու մի բազմապատկվել է 3 անգամ շատացել է թմրանյութերով կապված հանցագործությունների թիվը, թմրանյութերը կապված են նաև շահումով խաղերի հետ։ Սրանք ճանապարհ են, որ մեկը փող է ուզում, որ շահումով խաղ խաղա կամ թմրանյութ առնի, հետո փողը չի հերիքում, իրան թմրանյութ է պետք։ Ինքը կամ պետք է ուրիշ հանցագործություն անի, գողություն անի, կամ պետք է փորձի 1000 դրամ դնի ինչ որ մի շահումով խաղի մեջ, 1000-ից ստանա 5000 դրամ եկամուտ, 5000-ով գնա թմրանյութ առնի, չգիտեմ թմրանյութի կները ոնց են։ Ամեն դեպքում։ Այսինքն սա սենց շղթայական ռեակցիայով, հետո գնա շահումով խաղերի մեջ մտնի։ Հետո շահումով խաղերի մեջ որ մտնում է Պարզա ընտանիքի անդամներից սկսում է փող ուզել, հետո ընկերների, հետո ավելի լայն շրջանառակի ու տենց վերջում ինքը կործանման ճանապարհը բռնում։ Տենց կոնկրետ ու մի կարևոր բան ասեմ։ Այս վստահ եմ հեռուստադիտողներն էլ են նկատել, որ ասես մեկ է տեսնում ես մի ծանոթ ու մի 5 տարի չես տեսել, մեկ է գրում ասում մի 10000 դրամ բան ինչ որ հարց ա 10000 դրամ ա ուզում։ Հասկանում ես, եթե ինչ որ 10000 դրամի համար ինքը իր այն հիմնական 10 հոգանոց, 15 հոգանոց ընկերների հարազատների շրջապատը սպառել է ու արդեն քեզնից է ուզում 2-3 տարի չես տեսել։ Այդ դիագնոզ է, այդ մարդը կամ շահումով խաղերի մեջ է կամ թմրանյութերի մեջ է։ Ու մենք պայքարելու ենք եւ թմրանյութերի եւ խաղամոլության դեմ։ Միանշանակ։ Այո։ Ամոթից։ Ասում են ամոթա։ Հիմա ամոթը շատ տարածված, եկեք կպցնենք այս երկու թեման, շատ տարածված է, չէ՞, բառը նույնիսկ Հայաստանում բան։ Ամոթ չունի, որ ասում ես, մարդը մի քիչ ամաչ է իր գոնե։ Ինչքան տարածված է, ինչքան շատ ենք լսում, չէ՞, դա ինչ ասենք, սպառնում է, դա ինչ որ գործիք է, էլի։ Գործիք է, սպառնալիք է, ինչ որ գործիք է։ Հիմա ինչի մեր մոտ օրինակ, թե հակառակն է, ամոթալի չի, օրինակ, թմրամոլ լինելը, խաղամոլ լինելը, արդյոք դա պարսավանքի չենթարկվող ինչ որ ոլորտներ են, թե ինչն է, ինչի անտուն է, թե լավ, ուրիշ ձև ասեմ, հետաքրքիր բան մտքիս եկավ, դա ցուցադրական, կպցրինք առաջի թեմային, ցուցադրաբար դու դեմ ես, ամոթալի երևույթ է, բայց երբ որ հավաքվում ես բիսեդքում տղերքով, դա նորմալ է, որ խոսալ, ապերեն օրը ստավկա արեցի, սաղ կրվա ինչ ունի։ Երկու շերտ կա միգուցե։ Զգացել եք, որ ինչ որ մեկը ասում է արարին օրը ստավկա դրի գիտես ինչքան 100,000 դրամ կրվեցի, այդպես մի տեսակ հպարտությամբ է։ Զգացել եք, որ այդ ասողները միշտ կրվում են։ Երբեք չեմ լսել, որ մեկը կրվում է։ Այն օրը տենց բան եմ կրել, չէ՞։ Իրականում այդ էլի նույն թեմայի շուրջ է իրականում մեր քննարկումը, որովհետև էլի ցույց տալ, որ քո ընտանիքը դու ամենալավն ես, դու ամենալավ վիճակում ես, հա։ Ամոթը այնա, երբ որ դու քո սխալները պատրաստ ես բարձրաձայնես։ Իդեպ այդ հասարակության մեջ ես անձնապես շատ եմ բախվում դրա հետ։ Ես օրինակ մեքենա վարելիս ոնց որ սխալ եմ անում, ասում ներողություն, սխալ եմ արել, կներես, ինչ-որ բան ձեռքով կամ ռեակցիա, բայց կամ ցանկացած իրավիճակում ասում ներողություն, այս բանը չեմ կարեցել անեմ։ Բայց ինչքան մարդ է այսօր, որ իր սխալը ընդունում է, իշխանությունից սկսած,
ընդդիմությունից վերջացրած։ Մարդիկ չեն ընդունում իրանց սխալը, պատրաստ չեն ասել, որ ես մեղավոր եմ, ես սխալ էի այս հարցում ներողություն եմ խնդրում ձեզնից։ Բայց դա ամոթ է, թե թուլության ավելի շատ նշանը, որից օգտվում է դիմացինը։ Դե ամոթը եւս թուլություն է, ու ամոթն ու թուլությունը ինձ թվում է իրար հետ համատեղ են գործում, ու դրանով է պայմանավորված նաեւ մարդիկ, ես այն որ մի հատ դեպք եմ լսել։ Ուրեմն մի մարդ կա, բայց երևի ես հուսամ հաղորդում չեն վերցնի հանցագործության մասին։ Ինչ որ մի հատ երեխա կա, որ միտեղ որ արատով է ծնվել։ Ասում է այդ երեխուն դուրս չեն, ոչ դպրոց են տարել։ Չէ՞ գյուղում էլի, չեմ ասի որ մարզում։ Ոչ դպրոց են տարել, ոչ բարեկամները թամամ գիտեն այդ երեխու գոյության մասին։ Երեխան ծնվել է բանման, հետո տենց թեմա շեղել են։ Երեխա կա տանը, ով որ արատ ունի, եւ այդ երեխային ոչ մեկ չի ճանաչում, այդ երեխան ուղղակի գոյություն ամաչում են, որ իրանց ընտանիքում երեխա կա, որովհետեւ ինչ կլինի, կգան այդ տնից կամ իրանց բարեկամներից հարց ուզելու հարց, դե կտենան արատ կա չեն տա, կամ հակառակը։ Այսինքն ամոթը այն դրսևորումն է, երբ որ դու հասարակության մեջ ընդունված նորմայից, ընդունված, որը մի ֆակտ որ դա է նորման, էլի, ընդունվածից դուրս ինչ որ մի բան կա, որի մասին դու ամաչում ես խոսես, որովհետև քեզ կարողա ինչ որ այլ կարծիք ունենան, կարող ոչ մի կարծիք չունենան, բայց դու ինքդ մտածես, որ դա ամոթ է։ Դա սոցիոլոգիայում եւս ասում են, կա դոմինանտ եւ ռեցեսիվ մշակույթներ։ Տվյալ պարագայում կա ինչ որ միտք կամ գաղափար կամ երևույթ կամ ընկալում, որը դոմինանտ է, բոլորս գիտենք, որ ճիշտ է, լավ է, սեղան գցելը, այդ շատ խոզի բդով, ամոթա չգցելը, ամոթը օրինակ ամոթա քպեին քվեարկել թե ոչ։ Ես դες մի հատ հետարկի քպեին քվեարկելը հիմա դոմինանտ չի, ամեն դեպքում քպ քվեարկելու պատրաստ մոտ 20%, 23% կա, բայց դուք կհիշեք, որ էդ էլ Օվերտոնի պատահանի ու ամոթի միջև մի հատ օրինակ բերեմ։ Դուք կհիշեք Սյունիքում Նիկոլ Փաշինյանին, որ հայհոյում էին։ Ողջույն։ Դե ողջունում էին շատ դաժան ձևով։ Ողջույն բառի դիմաց։ Ինչ եղավ, դե հիմա դուք պատասխանեք։ Այդ ոնց եղավ, որ ինչ որ մի պահի, ինչ որ մի իրավիճակում, ինչ որ մի սոցիալական միջավայրում մարդուն առերես հայհոյելը ոչ մի հետևանք չունեցավ, այսով այդ մարդիկ ուղակի այնց լուրջ պատասխանատվության չընթարկվեցին, մի քանի հոգի գիտեն, որ ինչ որ պայմանական բաներ եղավ։ Բայց երբ որ օրինակ հիմա Հայաստանում խաղաբանտարկյալներ կան, հիմա ձեր հարազատից սկսենք, միջև մարտիկում հետ ես չեմ ճանաչել, որ ինչ որ մի հատ բառ ասելու համար կամ ինչ որ մի հատ միտք ասելու համար այդ մարդուն դատապարտեցին, այսինքն կալանավորեցին մի քանի ամսով։ Դե մեկը ինչ էր ասել, հետույք բառեր ասել, Միքայել Սերբազանը զուտ ինչ որ բաներ ասել, որ հեղաշրջում բան, հոգևորականն է, իր կարծիքն է ասում, ինչ որ մի բանի վերաբերյալ։ Սամվել Կարապետյանը ասել է, թե չեղավ մենք մեր ձևով կլուծենք խնդիրը, ու նմանատիպ մտքեր, հա, կամ կլուծենք։ Այսինքն կամ Բագրատ arczepiskopos Սերբազանի, ասենք, մտքերը, որ հիմք է հանդիսացել որպես որ Իրանի իբր ահաբեկչություն է, այդ մարդու խոսքերի մեջ ոչ մի վիրավորանք, ոչ մի հայհոյանք, ոչ մի տես լուրջ հետևանք չկա, բայց հիմա դու փորձի փողոցում ինչ որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի նայել աչքերի մեջ եւ հայհոյի։ Ինձ թվում է հասարակության 80%-ը դա անում են։ Չգիտեմ փողոցում թե ոչ, ամենայն դեպս սոցիալական ցանցերում ու տանը կրկին ընդհանրացնելով իմ շրջապատից իմ փորձը բերելով, օրինակ ամոթա, այո, բացահայտ ասել, որ ես ԿՊ-ին աջակցում եմ, ես ԿՊ-ական եմ, բացահայտ այդ բանը, լատենտային լինում է այս կամ այն ձևով, սաղին դեմ են բան, հա։ 21 թիվը տենց չէր։ Ամոթա ասել, որ 18 թվականին ես մասնակցել եմ հեղափոխությանը, չէ՞։ Այն ովքեր էին բա փողոցում, չէ՞, քայլում, աջակցում, չեմ ասում վատ բաներ, ես ասում եմ, որ դա տեղի է ունեցել։ Միգուցե լավ էր, դա պատմությանը եթեով չխոսանք, էլ եղել է, բայց եղել է։ Հիմա մարդիկ չեմ եղել, դուք եք եղել, բաման եւ այլն, հա, էլի։ Բայց դա ամոթ է դարել։ Դե համաձայն եմ, մի տես լավ օրինակ կա, որ ասում են թե վատ բան անելու, թե նաեւ մարդկանց թիրախավորելու տեսանկյունից դուք կասեք, թե ֆաշիստական Գերմանիայում ինչքան մարդիկ են, որ
հрյաների են սպանել, տարբեր հանցագործություններ են կատարել, բայց ում անունադուրս եկե մի կամ մի քանի հոգու։ Ну, այնտեղ կոնտեքստը մի քիչ ուշ է, կարող է դատային եւ սպանային գնդակահարային, վախի ավելի դոմինանտ բանն է եղել ոչ թե ամոթը, կարծում եմ, բայց հիմա գերմանացիների քանի տոկոսն է սերունդների ընդունում, որ իր պապը օրինակ բանը ֆաշիստ է եղել կամ իտալացիների անձնավորված չեմ տեսել, բայց ամաչում են, չէ, ասում։ բայց պետությունը տաբու է, չի թեման ամաչում։ ինձ թվում է տաբու է, քանի որ Գերմանիան պետական մակարդակով շատ ճիշտ գործ է կատարել պատերազմից հետո ու իրան ես նայել եմ, լսնում եմ մի հատ լեկցիա, որ մենք ունենք ստերեոտիպ, որ Նյուրնբերգից հետո ամեն ինչ sense հրաշալի է, բայց 7 տարի հետո պատերազմի ավարտելուց հետո 40%-ը հասարակության աջակցում էին Հիտլերի ռեժիմին։ То есть այդ process-ը մի օրում չի։ Հա, սերնդափոխություն պետք է լինի կատարվել։ Այո, այդ ամոթը երբեմն լավ բան է, այսինքն ինչ որ զսպման մեխանիզմը չգնալ էսկոմ ենկոմ կորցնել էլի, բայց մյուս կողմից այն որ շատ է դու սխմում այդ ամոթով, որ ոնց որ բարձեցին գործիք է դա, չէ՞, իդեպ հասարակության մեջ տարածվող ու չգիտես, այդ դոմինանտ ռեցեսիվի հարաբերակցության փոփոխությամբ է, էլի կարելի լինի։ Հիմա եթե ինչ-որ մի բանը տաբու է կամ ամոթ է, այսպես ասած, դա ինչքան է վնասում։ Եթե ես չեմ սխալվում, թվերից ենք խոսում, Հայաստանը այդ իշեմիկ հիվանդությունը սրտի հետ կապված բավականին բարձր ցուցանիշ ունի աշխարհով մեկ բնակչության հարաբերակցությամբ եւ միևնույն ժամանակ կա ուսումնասիրություն թե հումորի չգիտեմ հումորը չափելի է թե չէ, բայց ինչ թեմաների շուրջ կարելի է կատակներ անել, հա, եւ ուղիղ կապ կա նաեւ ինչքան է մարդը, չգիտեմ, ծիծաղում, կատակներ անում, ինչ թեմաներ, ինչքան շատ է, այնքան քիչ է հիվանդությունները։ Ինչքան տաբուի ռվնի թեմաներ են, այսինքն մենք կանք SSS Ես կզարմանայի, եթե դու ասեր, հա, սրա շուրջ ես ունեմ սոցիոլոգիա 68 էջումը կապանել եմ։ Չէ, դե հիմա չեմ կարող։ Բայց տրամաբանական է միտքը կարծում եմ, որ կապված, այսինքն թեմա կա, որ չի կարելի մեր մոտ օրինակ կատակ անել։ Բայց Ամերիկայում ես առաջարկում եմ, տաբուի թեմայով մի հատ հետարքիր բան կա, որ նույն օրինակ համասարամոլ լինելը որպես անընդունելի վարկագիծ կամ տեսակ 2021 թվականի հետազոտությամբ առաջ տեղում էր, այդ նախորդ տարվա հետազոտությամբ առաջին հնգյակում չկար։ Դες համասեռամոլությունը որպես երևույթ ինքը, այսինքն որպես երևույթ ինչ անընդունելի է, ինքը շփվեք ընկերություն, մտերմություն, հիմա օրինակ 5%-ից դուրս է։ Այս հիմա իդեպ ես որ հիմա ասում եմ, այն հիշում եք որ ասում էի Overton-ի պատմում։ Ես նպաստ ես դա գիտակցված չէ, բայց օբյեկտիվորեն դա հա, բարձր։ Մենք շատ մեծ բլոկ ենք տրամադրել այս դեպրեսիվ թեմաների շուրջ, ինձ թվում է, եթե մենք հա անցնենք ավելի հա, ասենց ուրախ թեմաների, որ ճիշտ ձևով, մեր ձևով արդյոք ավարտենք այս ոդկասթը, խոսենք ինչ որ դրական բաներից։ Ինչ ես մտածում, Արամ ջան, ունես ինչ որ պատրաստված սոցիոլոգիա, որը զարմացնելու է մեզ, բայց տալիս է հույս, որ մենք ունենք ապագա, բնակչությունը աճելու է, ես բռնեցի ոնց որ միտքը, բնակչությունը աճելու է, ընտանիքները մեծանալու են, ինչի հետևանքով պետք է դա լինի։ Ավելի քիչ անբավարարված անձնավորություններ են լինելու։ Հատկապես քաղաքականության մեջ։ Ես ձեզ ասեմ, անբավարարվածություն բառը իմ մոտ մի շարք տարբեր ընկալումներ է առաջացնում։ Ապա ես կարծում եմ որ հասարակության մեջ բավարարված չլինելը, ունեցածով բավարարված չլինելը շատ մեծ խնդրեմ է եւ ցավոք սրտի էլի տխուր բաներից եմ բայց խոսում չէ, բայց դա ստիմուլել է ավելին ունենալը։ Չբավարարվել քչով։ Հա, բայց բավարարված չեն մարդիկ եւ ունեն Մասլոյի բուրգի պահանջմունքների անբավարարված վիճակ։ Նույնիսկ սկսած անվտանգության բանով սեքսուալ առումով բավարարվածություն, հարգանքի առումով բավարարվածություն եւ այլն։ Եթե կուզեք ասեմ, սեքսուալ հարգանքի, չէ, դե սեքսուալի թեման շատ պոպուլյար է, որ շատ հայտնի է դա այդ փաստը, որ դե Զիգմունդ Ֆրոյդի տեսությունով սկսած լիբիդոյի անբավարարությունը հանգեցնում է մի շարք նեգատիվ էֆեկտների ու ես տենց մի հատ վատ բան կասեմ հիմա
բայց կասեմ։ Հասարակության մեջ ինչքան ավելի տարիքը մեծ եւ ինչքան ավելի իգական, այդքան ավելի մարդիկ այդ խումբը ավելի շատ ակտիվ է քաղաքականության մեջ, շատ ակտիվ է կոմենտներ գրում, շատ ակտիվ է դրսևորվում, քֆուր տալի, շատ ակտիվ է սպառում օրինակ այնպիսի մարդկանց, ինչպիսին է օրինակ Վարդան Ղուկասյան դոգը, ով որ պարբերաբար տենց սեռական ֆանտազիայով, ինչ որ տենց տեսարաններով որ արդարության կանայք ավելի շատ են դիտում։ Կանայք ավելի շատ են դիտում, կանայք ավելի շատ են սպառում, իդեպ կանայք ավելի շատ են սպառում նաև կանայք եւ տարիքով մեծերով շատ են սպառում նաև Նիկոլ Փաշինյանին ու հիմնականում ես այս խնդիրը մի քիչ ցավոտ կներկայացնեմ, որ նաև իմ կարծիքով կախված է այդ տարիքի նաև սեռական բարոյական խնդրով, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանում թե ընտանիքներում, թե երևի ընտանիքներից դուրս եւս 50 տարեկանից հետո կամ 40 տարեկանից հետո սեռական կյանքի անբարոյված լինելը հանգեցնում է այդ էներգիայի մեկ այլ տեղերում պարփվելով ու դա է պատճառը, որ մենք ունենում ենք այդ տարիքի, այդ սեգմենտի անհասկանալի, անտրամաբանական, երբեմն անամոթ, ամոթալի դրսևորումներ կոմենտների տեսքով։ Ես լավ ջան, քանի որ մենք միասին ենք աշխատում մեր պրիդվիբերնի կամպանիայի շուրջ, կարանք հիմա փաստացի ասենք, որ ուժեղ Հայաստանում չի լինի անբավարարված կին։ Տենց բան հայտարարենք։ Կարաս քովրայսի վերցնես։ Առնվազն նախարարություն ուրեմն պետք է ստեղծի, որ այս հարցերը կուրացիա կանի։ Սեքսի նախարարություն։ Այո։ Տենց ծիծաղալու է հնչում, բայց կա աշխարհում տենց օրինակ։ Ես տեղյակ չեմ, բայց բոլորը բավարարված են։ Իսկապես այս որ սեքսուալ պահանջմունքը դա հիմնական մարդու առանցքային պահանջմունքներից ուտելու, խմելու տարբեր հիմնական պահանջմունքներից մեկն է ու սեքսին անկեղծ ասում եմ, պետությունը երբեք լուրջ չի վերաբերվում, որտեվ ամոթ է եւ տաբու է, որովհետեւ համ ամոթ է, համ էլ այդքան գիտակցում չկա ինձ թվում է։ Ես գիտեմ առանց սեքսի դեմոգրաֆիկ հարցն էլ չի լուծվում։ Ես գիտեմ, չգիտեմ, կարող է այլ տարբերակներ կան դեմոգրաֆիկ հարցը լուծելու, բայց ինձ թվում է դրանից է սկսվում։ Կանայք միջինը ամուսնանում են 29 տարեկանում։ 3 տարի առաջ այդ թիվը 26 էր։ Տղամարդիկ միջին ամուսնության տարիքը 32.7-ն է, 33 տարեկանն է։ Նախկինում 30 տարեկանում էին ամուսնանում։ Փաստացի ամեն տարի մի տարով մեծանում է ամուսնության միջին տարիքը։ Ու պատկերացրեք, եթե մարդիկ 30 եւ 33 տարեկանում միջինում 33 տարեկանում ամուսնանում են, ինչքան կարճ ժամանակ ամնում երեխա ունենալու համար։ Մայրանալու առաջին անգամ մայրանալու տարիքը 27 տարեկանը քաղաքային բնակավայրերում, 25 գյուղական բնակավայրերում եւ պատկերացրեք կանանց ռեպրոդուկտիվ ժամանակահատվածի համար շատ կարճ ժամանակահատված է մնում, պլյուս նրան էլ չասեմ, որ մենք մի հատ այդ կարամ բացեմ, մի հատ հետազոտություն ունենք, որտեղ հարցնում ենք ձեր կարծիքով, ձեր պատկերացրած իդեալական ընտանիքը քանի երեխա պետք է ունենա, հարգելի Լևոն։ Հարցման արդյունքում ձեր կարծիքով վստահ եմ ասել են 3, վստահ եմ 4, իսկ ձեր կարծիքով անձամբ եւ ձեր կարծիքով հասարակությունը ինչ է մտածում։ Իմ կարծիքով, չէ, համընկնում աստեղ 4 3 ու 3 Դե բաստորեն ձեր միջինը ճիշտ պատասխանն է։ Միջինում 3.45 երեխա են ասում եւ պատկերացրեք ամենաշատ հնչածը 3 երեխան է 42.7։ Բայց որպեսզի պատկերացնենք, եթե Հայաստանում 3 ուզում են, սովորաբար ստացվում է 2, այսինքն միջինում կնոջը բաժին է հանգնում 1.6 երեխա, այսինքն մենք մեր ազգի ռեպրոդուկցիան նույնիսկ չենք կարողանում դեռևս ապահովել։ Բայց երբ որ խոսում ենք Երևանում ինչ որ ավելի բարվոք վիճակի մասին, չմոռանանք, որ Երևանում էլ ավելի շատ է ամուսնալուծությունները։ Երևանում ամեն 100 ամուսնությանը գրանցվում է 44 ամուսնալուծություն։ Շատ բարձր է։ Կեսը բաժանվում են, էլի ստացվում համարյա։ Դե 100-ին 44 մի քիչ այս ստատիստիկան մենք պետք է համեմատենք միջազգային ոնց որ բանա ստանդարտների։ Մեկը ինձ թվում է ավելի քիչ է։ Եվրոպայում ավելի բարձր է։ Նայ, դա կրկիրա։ Ինձ թվում է հիմնավորություն խիա ինձ տենց թվում չկա։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Եվրոպական երկրներում ավելի բարձր է, կարանք հիմնվենք արևելյան երկրներում մի քիչ նաև կրոնով պայմանավորված, օրինակ բողոքական
բողոքական մտածողություն ունեցող մարդիկ ավելի հաճախ են ամուսնալուծվում, իսկ Քանի որ մենք կոնսերվատիվ ենք, բաժանվելը դա ամոթը ամոթ բայց բարձր է թիվը դա հարցը ցիկլ բարձր է Զամկնոտի կրուգա մեր մոտ ճիշտ է բարձր է բայց ոնց է չնայած Երևանում չէ բարձր է բայց ավելի ցած համեմատության մեջ այլ երկրներով շատ ցածր է Եվրոպայի երկրների համեմատ, այո, ամուսնության ակտերի եւ ամուսնալուծության ակտերի համեմատությունը ավելի այնտեղ բարձր է, հա բայց մեր հասարակությունն է, մեր համար է խնդրեմ։ Նախկինում sense չի եղել, չէ։ Մենք ունենք ստատիստիկա այն մարդկանց, ով որ համ զաքսում են ամուսնացել, համ էլ եկեղեցում կատարվել։ Այդ դժվար կլինի, պետք է համադրել, բայց այդ թեման ընդհանրապես սխալ թեմա է, որովհետև հայ առաքելական եկեղեցին համարում է, որ ամուսնությունը, երբ որ եկեղեցում է ամուսնանում եւ չի կարեւորում զաքսի կոմպոնենտը, իսկ զաքսն է պետությունն էլ ասում է, որ իմ համար կարևոր է զաքսի, то есть քաղաքացիական ակտերի կացության գրանցման կետում այո, բայց եթե չեմ սխալվում, կարող սխալվեմ, եկեղեցու պսակադրությունը եւս համարվում է օրինական պետության կողմից։ Այո, հիմա բայց մենք հետարքի այս թեման իրականում սկսվել է, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ մենք թղթով ամուսնացած չենք, իր կրիչը։ Գիտեք, եթե հայի մասին ենք խոսում, հայի կամ քրիստոնյա հայի, ապա խոսքը գնում է բացառապես եկեղեցում ամուսնության մասին, էլի։ Եկեղեցին ընդ որում ամուսնալուծություն գրեթե թույլ չի տալիս։ Շատ հազվագյուտ դեպքերում է, որ եկեղեցին թույլ է տալի ամուսնալուծվել, մենակ եթե ասենք չբերության գործոն կա կամ ինչ-որ շատ լուրջ կարևոր եկեղեցում ամուսնալուծել։ Եկեղեցում ամուսնալուծության կարգ չկա, ամուսնության կարգ կա։ Իսկ զաքսում դե գրանցված ամուսնություններն ու ամուսնալուծությունները սա վիճակագրական թվեր են։ Բայց եթե վերադառնանք երկուսին էլ, ես դες հետարքիր բան ասեմ, սովետի ժամանակ եւ հետսովետական ժամանակահատվածում զաքներ բերարից հետ։ Իսկ հիմա պետական աթեիզմ է դրա բայց հիմա գնալով եկեղեցում ամուսնապսակադրվելը շատ ավելի կարևորվում է։ Այստեղ մի հատ ուրիշ գործոն կա, որ ընդհանրապես մենք մեր կյանքի բոլոր իրադարձությունները, մկրտվելը, մեր ծնունդը, ամուսնությունը, ցանկացած բան մեր համար ոչ թե մեր ընդհանուր հասարակության ոչ թե խորհուրդն է, որ ասենք մկրտվել ինչ է նշանակում դառնալ քրիստոնյա արժեքներ եւ այլն կամ ամուսնան կամ ծնունդ երկիրը մի պտույտ կատարեց արեգակի շուրջ այն օրից երբ որ դու ծնվել ես այդպես պատկերացնում ես մի 355 օր չէ մենք ոչ թե կարևորում ենք այդ այլ ուտել խմելու հերթական առիթ է այո դες այդ որ խոսում ենք զաքս թուղթ եւ խոսում ենք եկեղեցի շատ դեպքերում այդ ամեն ինչը որ ասում ընդամենը թղթաբանություն է էլի եւ արժեքի մասին մոռանում ենք ու չենք կարևորում այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը իր խոսքում ցավոք սրտի դրան անվանում է մենք եկեղեցու ամուսնացած ենք մենք թղթով ամուսնացած ենք այսինքն դրա դերն ու կարևորությունը տենց իջեցնում է բայց մի հատ ուրիշ բան հարցեմ կարող է նկատած լինեք ես օրինակ բարբերաբար սենց ինձ բռնում եմ այդ մտքի վրա, որ այդպես է։ Երբ որ դու պայմանական վերցնենք էլի կերպ հրավիրում ես ծնունդիդ մարդու, մեկը կարող է չգա եւ զանգի ասի գիտես այնքան խառն է, այնքան կարևոր, այնքան գործերն է կներես չկարողացա գալ, դա նորմալ է անկարում, բայց եթե բացասական ինչ որ իրադարձություն, օրինակ, չգիտեմ, պանիխիդայա, մարտամացևը, չգալը, էդի չեկավ։ Դա ամոթ է, էդի չգիտեմ ինչա, այդ բացասական բաց թողել, էդի ինչ որ լուրջ բան է, էլի չես կարող զանգես, ասես զբաղված եմ չեմ կարող։ Այ դա շատ լավ բան է։ Այ դա շատ լավ բան է։ Այդտեղ ես չգիտես խեսես ասել։ Բայց բացատրեք ինչի։ Հա? Բայց ես կուզեմ լսեմ Սարգսի կարծիքը։ Լևոնը նկատի ուներ ինձ թվում է, փոխարենը մարտիկ կիսեն քո այդ ուրախությունը չկիսեն, վերցնեն այդ ուրախությունը։ Հա, ման են գալիս ինչ որ պատճառ, որ քո այդ ժամանակը չհանցկացնեն ուրախ, բայց եթե ինչ որ բանա պատահել իրանց գիտես իրանց զուտ էգոյի համար իրանք չեն կարա չէ մտածեն որ չգիտեմ իրանք թողել են իրանց ընկերոջ կամ ծանոթին վատ իրավիճակում բայց դա հակառակը այստեղ ես կարծում դա լավ բան է որ դու դիմացինի մասին անհանգստանում ես տխրության ժամանակ ասում ես բա ոնց կլինի գնամ օգնեմ տխրության ժամանակ դու իր համար չես գնում օգնելու քո խիղճը թույլ քեզ չի տալիս, քանի որ դու գիտես, որ նստելու ես, արա, սենց
սիտուացիա էր, ոնց ես չմասնակցի, դու քո համար ես դանում։ Էսի փաստացի էգոյա։ Ինձ ա տենց թվում։ Ես մի բան հասկացել էի, որովհետև իմ կյանքում ես էլ տարբեր տեղեր լինելով ապրելով, այդ ռուսերեն ասածված կա, չէ, հայերեն չգիտեմ, կա թե չէ, друзья познаются в беде, չէ։ Այսինքն ծանր ժամանակներում են իհայտ գալիս։ Շատ ճիշտ է, համաձայն եմ, բայց Հայաստանում հակառակն եմ նկատել, որ նաև ուրախ առիթներին էլ դու քո մտերիմ եւ մոտիկ մարդկանց ես ուզում քո կողքը լինեն այդ ուրախությամբ բոլորդ ոնց որ պատվեք էլի, երբ որ այդ մարդիկ չկան, արդյոք դա էլ պակաս ցուցանիշ չի կողմ կերոջ լինելու։ Հա, դժվար ժամանակ 100 հոգի կհավաքվի։ Հայաստան ոնց որ հակառակ բանն է լինի, մի թեթև էլի հասարակության բոլորը կհասնեն օգնության, թե կօգնեն, թե չեն օգնի, թե ցուցադրական կգան, կգնան, դա այլ հարց է, բայց կլինեն էլի առնվազն առաջի քայլը կանեն։ Բայց չէ որ ուրախ առիթներին դու էլ ես ուզում քո մոտիկ իսկական ընկերներով, հարազատներով կողքդ լինեն եւ նրանք չկան։ Շատ друзья познаются и в радости։ Շատ համաձայն եմ ու համաձայն եմ նաեւ որ այդ տխրությանը ամեն դեպքում կարծում եմ մասնակցելը դա ապրումակցում է, էմպաթիա է, բայց մի հատ օրինակ բերեմ, որ փողոցում կանգնած բարձր ասես, արես ինչ վատ բան է իմ հետ տեղի ունեցե, մարդիկ կընկասեն ինչ ա եղել, ինչով օգնենք, բայց որ ասես, այս ինչ լավ բան է իմ հետ կատարվել, կտասես ես գիժը։ Տեսնես, հա։ Այսինքն ուրա լավ բանով ուրախանալը երբեմն որ ասես ես ուրախ եմ, ասես որ կա չէ՞ դες ֆիլմերում։ Դու հաստատում ես իմ թեորիան։ Որպես բան ասես, կասեն, այս տղեն էս խի ասենց, կարող խմացա։ Քանի որ մենք անցանք արդեն ուրախ թեմաներին, ու մենք ավել քան մի ժամ էֆիրում ենք, ես առաջարկում եմ այս ոդքասթը ավարտենք ինչ որ դրական նոտայով, որը մեզ հույս է տալիս, քանի որ ինձ թվում է մարդը չի կարա առանց հույս ապրի։ Դա двигатель, движущая сила человечества, надежда, հույս։ Ամեն ջան, ունես ինչ որ պատրաստի մի հատ փաստ կամ ստատիստիկա կամ թեորիա, որը մեզ հույս է տալու, մեր հասարակության, մեր ժողովրդին։ Լավ փաստերի շարք է Հայաստանի ու հայաստանցիների հայրենիքի նվիրումը, եթե օրինակ Հայաստանի հարցվողներին հարցնում ես հայրենիքը ինչքան կարևոր է քեզ համար, 90 եւ ավելի տոկոս ասում է հայրենիքը գերագույն կարևորության առաջնահերթություն ունի, երբ որ հարցնում ես Արցախի կորուստը ժամանակավոր է թե կվերադարձնենք, ասում են մենք պետք է ուժեղանանք, 90.5% ասում են մենք պետք է ուժեղանանք, հետ բերենք կորցրածը, երբ որ հարցնում ես ազգային արժեքները, հոգևոր արժեքները ինչքան կարևոր են, 95%-ն ասում է, որ մենք շատ կարևորում ենք այս արժեքները, ինձ թվում է, որ մենք ունենք հասարակություն, որը ունի հիվանդություններ, որի մասին մենք խոսում ենք, ունի դժվարություններ, բայց մեկը մեր հասարակությունը պայքարող հասարակություն է, մեր հասարակությունը շատ հայրենասեր, շատ նվիրված ու շատ լավ հասարակություն է։ Եվ ինչքան էլ փորձենք մեղադրել կարծատիպեր եւ այլն, մեկը հայրը լավն են, էլի։ Հայրը լավն են, շատ լավ նոտա է։ Մերսի Արմեն ջան։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։